դոցենտին 25 տարի տվին։ Եթե քեզ գերեզման էլի, հաշվից ամա։ Ես դրան գիտես ինչ որ եմ գցել։ Իդես ոնց են դրան ծեծելու, Հա ինչ ես տես դեմքիս նայում։ Ինչ-որ բան ունես ասելու։ Բալա, ես հիմա մենակ քեզ ունեմ, ու չեմ կարա քեզ էլ կորցնեմ։ Նենց որ, այդ աղջիկս պիտի հասկանաս։ Գիտեք, այս պատերի ներսում մարդ կարող է խելագարվել։ Անգամ եթե դա ամենաադեկվատ ու ամենանորմալ մարդն է, նա կարող է այստեղ դառնալ հանցագործ։ Իհարկե չի բացառվում, երբ հանցագործները գալիս են այստեղ եւ փոխվում է նրանց կյանքը ու վերադառնում են նորմալ կյանքի։ Վերջացրեցիք ձեր հուզիչ պատմությունը։ Եթե այո, ես գնամ։ Քեզ լավ իմանալով որա։ Ես վստահ եմ, որ դու այնտեղ պատահական չես հայտնվել։ Այս քաղաքը փոքր է։ Պատահականություններն էլ շատ։ Դե ուրեմն, ես կլիքով կյանքի առաջին ու վերջին պատահականությունը։ Ես քեզ վստահում եմ, որ սրա մասին վերան հետ փակ կտայես։ Այդ լակոտին առանձին կանչում ես ու ասում ես, որ եթե հանգած իմ աղջկա մի մետրից ավել մազին կտավ կամ մոտեցավ, կյանքով պատասխանատալու։ Ոչ մի բան չես ձեռնարկելու ու թողնելու ես, որ Արտոն հանգիստ բերտում նստի։ Արտոն Ինչ պետք է բերտում Արտոյի հետ կան։ Այդ դոկտորը ով է, ինչացու է։ Իրան շատ փակ ապա, մնաս ջան։ Այն կարգի, որ ոչ մեկ ոչ մի բան չի ճգում։ Դե հիմա փակա բացա այդ իրա պրոբլեմն է։ Պիտի մի հատ հետը շփվենք, հասկանանք։ Կանչեք թող գա։ Էս ինչ է։ Էսով արա։ Էսում դուխն է հելը իրանքերը։ Գան հետևից ես։ Իմանալեք։ Նաշին դոկտորին կանչի քանի շուկրոչինգ է։ Գլուխ կհանես։ Հա, Ինչա պետք։ նախ եւ առաջ բերեկիս կամ սպիրտ, լավ կլինի, որ բինտ լինի։ Կլինի։ Ես քեզ վստահում եմ, որ սրա մասին բերանդ փակ կտայես։ Գործիք նայի։ Դե բացացի։ Հանգստացի։ Անասվածքը խորը չի։ Լիլվա երբ ես վերադառնալ բնականon կյանքիդ։ Ինձ թվում է այլ երբեք։ Լիլ ջան, կյանքը շարունակվում է, արի դուրս գանք, գնանք շոփինգի։ Կուզես Մարկի հետ խոսեմ, գնանք ինչ որտեղ հանգստանալու արտասահմանում։ Չէ, չեմ կարող։ Ես ոչ միտեղ չեմ ուզում գնամ։
Ես պիտի մնամ Էլենիս կողքին։ Կարևորը հոգով քեզ հետ է Էլենը, իսկ չեք ուզում էլի երեխաներ ունենալ։ Իմ ու Մարկի հարաբերությունները շատ լարված է։ Երեխայի մասին խոսք գնել չի կարող։ Մարկը մեղավոր չի, ինձ թվում է դու ինքդ պիտի կարողանաս քո մեջ ուժ գտնես, որպեսզի հաղթահարես այս փուլը։ Անուշ, իհարկե շատ շնորհակալ եմ, որ եկել ես փորձում ես ինձ այս վիճակից հանել։ Բայց ես ինքս գիտեմ ինչ եմ զգում ու ինչ եմ ապրում։ Մարկը շատ անտարբեր է դարձել, շատ։ Ես էլ ունեմ սխալներ, բայց Մարկն էլ ունի շատ մեծ սխալներ, շատ։ Գոնե մեկ-մեկ մեր տուն արի, շփվենք։ Ես տնից դուրս չեմ գալիս։ Միայն գերեզման եմ գնում։ Ոնց է եկես կարոտել արտո։ Շուշան ինչ գործ ունես այստեղ։ Ինչ ես բերել։ Ինչ ես բերել։ Արտո ասա, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ասա, որ նորից դատ կլինի, որ քեզ ազատ կարծեք են, խնդրում եմ ասա։ Շուշան, ես հիմա ոչ մի բան չեմ կարող քեզ ասել։ Ես ուզում եմ քեզ մի բան խնդրել, որ պապայի կողքը լինես։ Ու ամեն ինչում լսես անոյին, մինչև տեսնենք ես մղձավանջը երբ կավարտվի։ Խոստանում եմ, կանեմ այնպես, ինչպես դու ես ուզում, բայց խնդրում եմ, դու էր խոստացի, որ շուտ դուրս կգաս, առանց քեզ այնքան տխուր է, դու միակ մարդն էիր, որ ինձ հասկանում էիր։ Կլինեմ։ Նիկո, դու չես հասկանում, որ անդադ նույն սխալներն ես անում։ Դու Արամի ու իմ դաստիարակությունն ես ստացել։ Այդ երբ սենց դարար չեմ հասկանում։ Ավելի հոբել։ Ավելի։ Առաջ պապաներ հիմա էլ դու։ Կլինի թողնեք։ Ես ոնց հարմար եմ գտնում այդպես էլ ապրեմ։ Չէ, չի լինի, Միկո։ Չի լինի, որ ոնց հարմար ես գտնում, այտենց էլ անես։ Որ թողնենք քո հարմարությունը, դու սաղին կտաս կսպանես։ Ինչի։ Ինչը ասում եմ սպանել, որ տենց ես ասում։ Դե որ դեմը չառնենք կսպանես էլի։ Դու հարցի ուրիշ լուծման ձև չգիտես։ Հոբեր։ Դու ոնց ես պատկերացնում, որ ես հանգիստ մնամ։ Ես ամեն ինչից հետո ձեն չանեմ։ Փուշկերից մալի հայացքով ամբողջ օրը մանգամ ու ինձ ձև տան թե բան չի եղել։ Չի կարող այդպես բան լինի, որ տենաս չհավատաս։ Նիկո, դու ինձ արդեն հունից հանում ես։ Իսպար բացակայում ակու մեջ հարգանքը։ Դու մեծի նկատմամբ հարգանք։ Դու մորդ էլ չես հարգում։ Մորս չխառնես։ Միշտիվի չեմ խառնի։ Քեզանից առաջ Մարկը կա։ Մարկը երեխեն է մեռել։ Թող Մարկը որոշի թե ինչ անի։ Հաբա ոնց։ Ինձանից առաջ Մարկը կա։ Մարկը միշտ էլ մի քայլ առաջ է եղել ինձանից։ Պապան էլ էր այդպես։ Մարկը։ Մարկին ու Էլենին գլխին դրած ման էր գալիս։ Հիմա էլ դու հոբեր։ Անարդար ես, Միկո։ Մարկը քո մեծ աղբերն է։ Արամի մեծ տղեն։ Մարկը Արամի հալալ տղեն է։
Դրանք տարբեր բաներ են ապար։ Արամի չէ, Միքո։ Հորդ։ Որ քեզ պահել ու մեծացրել է։ Ճիշտ է։ Պահել մեծացրել է, բայց ես այտենց էլ Արամի հալալ տղեն չդարձա։ Ինչ ապուշ ես դու, Միքո։ Արամը կյանքում իր երեխեքի մեջ տարբերություն չի դրել։ Կյանքում ինքը սուրբ չէր, բայց ձեզ շատ էր սիրում ու թասիբ ուներ։ Լավ էլի հոբար, լավ էլի։ Անուշ ջան, ինձ կներես, ես գնամ, լավ չեմ զգում, գնամ պարկեմ։ Իհարկե Լիլիթ ջան, քեզ լավ նայի, ես էլ գնամ։ Ես քեզ կճանապարհեմ։ Չէ, շնորհակալ եմ, կարիք չկա, ես ինքս կգնամ։ Շնորհակալ եմ, որ եկար։ Անուշիկ ջան, ստեղ ես։ Մենակ ես, Լիլիթ։ Պարկեց, լավ չէր զգում, ես էլ ասեցի ինքս կգնամ։ Առաջին անգամ չի հորիքել եմ։ Գնում ես ճանապարհը։ Մարկ, կուզեի, որ Լիլիթի հանդեպ մի քիչ ավելի ուշադիր լինեիր, որտեվ տենց անուշադրությունը այդքան էլ լավ չի հիմա։ Ինքն ասել։ Դե տենց ուղղակիորեն չասեց, բայց նման բան նկատեցի։ Անուշիկ ջան, ես ամեն ինչ անում եմ։ Խորը դեպրեսիա եմ ուտել։ Ժամանակը պետք կանցնի։ Գիտեմ։ Ապրես որ եկել ես, մի քիչ շուտ արի էլի։ Եթե կարողանաս համոզեցնից հանես, ավելի լավ կլինի։ Սիրով, դու էլ քեզ լավ նայ։ Ավելի լավ նորություն եմ քո համար։ Հենց հիմա։ Զանգիտ եմ սպասում, գործից հետո։ Կզանգեմ։ Դոկտորի մոտ եկած աղջիկն ով է, կնիկն ով է։ Չէ, քուրն է։ Հետո Դե չամ ստացած աղջիկը։ Լավ տան բահած երեխա է, դաստիարակված, տիրություն են անում։ Հորոխբոր տղու ձեռը գլխին աղբերները թիկուկ են մնաց ջան։ ով է ճիշտ է։ Ռաֆոն։ Ուրիշ։ Դե ուրիշ էլ ոչ մի նորություն, հələ ճշտվում է էլի։ Կարող է ընկեր ունի։ Ռաֆոն բան չասեց։ Դե ասում ես մանրամասն ճիշտ են, ինչև տնանք աղբերս թե ինչ է դառնում։ Ասված է մնաց ջան։ Դե լավ։ Սանո, այդ գրիքի տրամադրությունը դուրս չեկավ։ Հա, գիտեմ, պապ ջան։ Ապարա չի արտահայտվում, բայց շատ ծանր է տանում, ավտոյի բերդում լինելը։ Օգնելու ոչ մի տարբերակ չունենք։ Ես բոլոր հնարավոր տարբերակները անում եմ, բայց դու այդ Ադամյանների լավ գիտես։ Ալո։ Ալսում եմ։ Ինչ։
Արտոյի։ Լավ տղա են դարես աղարա։ Իմացեք։ Իմացեք, ես ինչ որ չիմանամ։ Շատ խորը չի վերքը։ Դուք բժիշկ եք իմանաք։ Բժիշկ։ Արդեն գիտեք, հա։ Այստեղ բոլոր ամեն ինչ գիտեն։ Նա որ ամեն ինչ գիտեն, բայց ինչի չգիտեն, որ ինձ խփելու են։ Չգիտեիք։ Չէ, հիմա ցավազրկող կտամ։ Դուք։ Ես ասեցի մոռացել ես, որ աղբեր ունես։ Մեկը պիտի զբաղվեր գործերով, թե չէ։ Ուշքում միտքս արտոնա, ոնց է լինելու, ինչա լինելու։ Ու պիտի երկրից հանեինք ու վերջ։ Դրանով հարց չի լուծվի։ Դարդն արդեն եղել է, ու դրանից են կոմել ինչ։ Իսկ եթե պետք է հանդիպել Սամվելի հետ, ու դրանից ինչ կփոխվի։ Չգիտեմ։ Իսկ ես գիտեմ, ոչ մի բան էլ չի փոխվի։ Ստեղ Արամի մահը չի, ստեղ երխու մահն է, որը որ ոչ մի ձև չի արտարացվի։ Բախտդ բերել է։ Չեն ուզեցել երևի սպանեն, ուղղակի վախացել են։ Ստեղ երկու ձև կա, կամ սպանում են, կամ թողնում են ապրես։ Շատ եմ մնալու ստեղ։ Չէ, երկու օրից կտանեն։ Ինչ կա։ Նորությունների եմ սպասում։ Բերթից։ Իմացա։ Արդեն սատկացրին են դրան։ Սպանել ես տվել։ Լավ քյուֆտ է աղբեկարերքը, ընտիր քյուֆտ է։ Որպես նախազգուշացում, դրսի կայլերի համար, որ գլուխը մտնի, նշանակատ տարվում։ Որ մեզ անգամ այդ սանոն չգա վերես մատթապտա։ Ես անաս պետք անեմ, որ դրանց սաղ ցեղը ինձ տեղը բերի։ Արա որ պապան իմացավ, շատ վատ ալնելու։ Մի հատ ինձ կասես, պապան որտեղից պիտի իմանա։ Սատկացրել եմ։ Այլո։ Մյուս անգամ արդեն դիա կա պետք։ Դա։ Անցանք հաջարդ կայլին։ Ինձ երախոսի համար ապետ ճշտել։ Այվազյանների հետ է կապված։ Էլի Այվազյաններ։ Բայց ես անգամ Այվազյաններ պլյուս Սեր Ուրեմն այնքան են դուխովցը, որ աղբորս են զարկած տալի, արա։ Ես այդ ոնց հասկանամ։ Համբերեք թող այսօր անցնի, բայց մեր ձևերով պատասխան եք տալի։ Լավ։ Ալո։ Սիրուն աղջիկ, ոնց ես։ Ով է։ Չէ, դու ինձ չես ճանաչում, բայց ուզում եմ հանդիպենք ու սուրճ խմենք։ Հավատա, ինձ հենց տնես կհիշես, սիրուն սիմպաթիչնի տղա եմ, տեսնելու դու սիրահարվել եք մեկը լինելու։ Դուք հաստատ սխալվել եք։ Այս համարով էլ չզանգեք։ Շուշ ջան, մենք պիտի խոսենք։ Հա, Սոնա, ինչ է եղել։ Հիշում ես այն տղային, որ քեզ մեքենայով բերեց տուն։ Հա, մոտավորապես հիշում եմ։ Շուշ ջան, ես անընդհատ ուզում եի քո հետ խոսալ, բայց ժամանակ չէի ունենում։ Եթե մյուս անգամ փողոցում այդ տղային հանդիպես, կամ շուտ զանգում ես ինձ, կամ ճանապարհդ փոխում ես, լավ։ Բայց ինչի ով էր։ Ինձ ծանոթ չէր դեմքը։ Ու ավելի լավ որ ծանոթ չէր։
Ուղղակի խնդրում եմ, դրանից հեռու մնա։ Մանավանդ հիմա պետք է շատ զգուշ լինել։ Լավ, ոնց կասես, ուղղակի անհանգստանում եմ, ամեն ինչ նորմալ է, Արտոն լավ է։ Հա, շուշ ջան, ամեն ինչ նորմալ է, դու հանգիստ եղի։ Կարող է պետք է ասել սանքի մասին։ Սամվել, Մարկ, ուզում եմ այսօր երեկոյան հավաքվենք, հայտարարություն ունեմ անելու։ Վաղուց էր պետք, Մարիամ։ Կարող է մի որոշ ժամանակ էլ սպասենք։ Ինչին սպասենք, այն ինչ որ եղել է, արդեն եղել է։ Ու ես չեմ կարող թողնել, որ այս ամեն ինչը ինքնահոսի դնա։ Դու ժամն ասա։ Երեկոյան ժամը 7-ին։ Դե Նարեկին ու Միկոյին էլ ասենք։ Շատ լավ։ Բայց դու տեսար Պուիջուրիկ Այվազյանին։ Չի, ես չեմ ճանաչում։ Ոնց կարա տես բան լինի։ Դա մեկով Պոնտին չի ճանաչում։ Արախր ոնց պետք է ճանաչեր որ Պոնտ։ Ինչ ես խոսում Նարեկ։ Պոնտս դու ես Պոնտերանում։ Մարկն է։ Մեր ծախտերի սապատս խանը։ Դա ժամը 7-ին ժողով։ Լավ։ Երեկոյան 7-ին ժողով Նարեկ։ Ադամյանները հավաքվում են։ Պապայից հետո մայրս Մարիամ Ադամյանը որոշել է հարստությունը տեր կանգնի։ Կարող է ինչ-որ ուրիշ բանի համար են ուզում հավաքվենք։ Ոչ ես ասում։ Կարող է մաման սաղիս հավաքել է, որ կակա բաժանի։ Ես դուք պդի գայք, թե ձեզ պդի բերեին արա։ Ու այդ ինչեր է ներսում կատարվում, որ ես կուրսի չեմ։ Մնաճան, պրոստը իրան ճիշտ չպայես դրա համար է սատկացրել են։ Կարո։ Այդ արդեն մարդ ես սատկացնում, արա։ Այդ ինչ արագ մեծացար դու է։ Անիմաստեղը ոչ չեն կարել, մնաճան, մի բան արել է։ Ում զակազնա։ Զակազ չկա։ Ում զակազնա, արա։ Դե ասես, որ զակազ չկա։ Ուղղակի դաստիարակչական նպատակներով։ Դու չգիտես, որ ստե ես եմ դաստիարակում, արա։ Դե տենց մնացի խոսքի վրով անցակ է։ Մանաճան մենք խոսքի վրով չենք անցնում։ Չեմ հավատում ձեզ։ Ու հատուկ ձեր համար մի անգամ էլ կասեմ։ Իմ խոսքի վրով անցնողը չի մարսում, արա։ Կարողա տեղափոխվեք եք լրի կամեր է։ Ու մի բան էլ, դոկտորի մազը չծրվի, ռադլեք։ Հա, մամա, ասա։ Նորա, ինչքան ես շարունակելու երեխուն մեր տանը թողնել։ Աղջիկս լավ կանես խելքդ գլուխդ հավաքես, գաս ու երեխային տանես քո մոտ, էլ չի դիմանում։ Հասկանում եմ, մամա։ Հիմա դրա ժամանակը չի, մի քիչ գործեր ունեմ, համբեր եկա կգամ կտանեմ։ Ես հուսով եմ, որ Արամի մահը քեզ վերջնականապես խելքի կբերի ու դուրս կհանի այդ վատ միջավայրից։ Ալո։ Այ Արամ, ինչ արեցիր, հա։ Ինչա լինելու սրա վերջը, ես ինչ եմ անելու ախր։
Հալո։ Ես համաձայն եմ հանդիպման։ Այնստի։ Կարող է բուժկետ գնանք։ Քեշմեն ես ինչ բժշկի։ Բայց լավ բերան տավել պակաս չբացեց եկիդես։ Թե չի առակես բուլբուլակ։ Գժվա։ Բերանս բաց է ինչ անայի որ հետը դետայ։ Արե դրսի դոկտոր բայց ինչ արավ որ տես մնացած տես կանելա մեջքին, հա։ Մազին չկպնեք ես են։ Բժիշկա։ Իսկ մնացին դրա նմանները պետք են։ Չգիտես սաղ թազայկաստանի փշի անում քաշում տևի տակ։ Կարող է դուստը երկրորդ վերսեն եկա, որ կարող է իր համար զանգացել են, որովհետև դեսում լավ թափով հորողբոր տղա ունի։ Սի չգիտեմ ինչ ունի, ինչ ունի, բայց մորթեն է, սատկաստեն է, սպանեն է, բերանդ չես բացում։ Պարզվում այդ բժիշկը կորած դենք չի, լավ էլ մարդկանց հետը տալի առնում։ Կորացա կորած չի էականը։ Մենք ստեղ ենք հարց չկա, բայց ճիշտ կանենք, որ մեր դրսի սրախով կեքն է տնանք։ Տոշնի ես ասում։ Ինչ դες նստեցրեց, բայց Այապրես, միշտ ես պատասխանատու, չգիտես, պատասխան են տալի երեխաները։ Թողուս հայրիս թող, ու յուսակրի չհամարցապես ավելի տաս։ օգնիր բացահայտենք այդ սպանությունները, օգնիր բացահայտենք թե ով բան մեղավոր իսկապես, դու մեկը էլ կործնելու բան չունես։ Սախալ մարդու ես դիմում Սահակյան, ես քո դուրն եմ եկել որ դու ինձ օգնես, իսկ դու ինձ ինչ ես առաջարկում, ես աղջիկ ունեմ, աղբոր տղեկ ունեմ, պաշտպանելու տեղ ունեմ։ Շատ ես լեզուդ երկարացնում, հա։ Ասում եմ սենցա, ուրեմն սենցա, վերջ։ Ես պապային կասեմ։ Ոչ մեկին էլ չես ասի ու վերջ։ Հա, տենց է։ Շանը որ շան կողք ես կապում, կամ հաչել ասավորում, կամ կծել։ Դու ես նայի մաման ինչ էր անելու, մաման։ Արամի մահից հետո բոլորդ գիտեք, որ ժառանգությունը ինձ է անցնում։ Սանը դու լավ կանես լուրջ գործերով զբաղվես, հա։ Շուշանի ինգերույն, այս տան մեծացած երեխա է։ Ես էլ դու էլ լավ ճանաչում ենք, իրան էլ ծնողներին էլ։ Կազմելու եմ կտակ, որտեղ ընդգրկված են լինելու Սամվել Ադամյանը իր ընտանիքով եւ իհարկե իմ հիմնական ժառանգները, իմ տղաները։ Ոչ հարգելիս։ Քո տղաները ունեն եւս եղբայր։ Եվ նա ունի իր մասնաբաժինը այստեղ։